Իրանի զինուժի մատները ձգանի վրա են, պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։ Արձագանքելով Թրամփին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Վերջին մեկ շաբաթում պաշտոնական Թեհրանն իր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով բազմիցս վերահաստատել է, չեն հապաղի որևէ հարվածի դեպքում։ Իրանի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը եւ պլաններ ունեն ցանկացած կոնֆլիկտային սցենարի, այդ թվում ռազմական գործողությունների համար։ Հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Ալի Մոհամմեդ Նայենին։ ԱՄՆ ղեկավարը սպառնացել է ավելի ծանր հարված հասցնել, քան 2025-ի 12-օրյա պատերազմի ժամանակ։ Թրամփի խոսքով Աբրահամ Լինքոլն ավիակիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կատարել իր առաքելությունը։ Նոր ճնշումներով է ԱՄՆ նախագահը փորձում բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Իրանի իշխանություններին։ Ժամանակը սպառվում է, զգուշացրել է նահանգների ղեկավարը։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին լրագրողներին ասել է, որ ճգնաժամային այս փուլում բանակցություններ չեն վարում նահանգների հետ։ Միջնորդավորված շփումներ երբեմն լինում են։ Եթե նրանք բանակցություններ են ցանկանում, պետք է մի կողմ դնեն չափազանց ծանր պահանջները։ Բանակցությունները պետք է լինեն հավասար դիրքերից, փոխադարձ արգանքի հիման վրա։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է իր նպատակներին հասնել միակողմանի պահանջներով, ուժի կիրառմամբ, դա դիվանագիտություն չէ։ Ըստ CNN-ի, Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև միջուկային ծրագրի եւ բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման շուրջ նախնական քննարկումների ձախողումից հետո Թրամփը հարվածի մի քանի տարբերակ է դիտարկում։ Իրանի ղեկավարության անվտանգային ուժերի վրա հարձակում, պետական հաստատությունների եւ միջուկային օբյեկտների թիրախավորում։ CNN-ի աղբյուրը հայտնում է, որ վերջնական որոշում չունի Թրամփը։ Տարբեր միջնորդ պետություններ են կապ հաստատում մեզ հետ, տարբեր պետություններ փորձում են բարի մտադրություններով դեր խաղալ, մենք կապի մեջ ենք նրանց հետ, դեռևս որևէ որոշում չկա։ Իրանագետները նկատում են, որ կարծես Թուրքիան է փորձում միջնորդ դառնալ նահանգների եւ Իրանի միջև։ Ուրբաթ Իրանի արտգործնախարարը մեկնելու է Անկարա։ Այդ հանդիպումից առաջ Թուրքիայի գլխավոր դիվանագետ Հաքամ Ֆիդանը հանդիպել է այդ երկրում ԱՄՆ դեսպանի հետ։ Գանե Մովսիսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։